Կենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը։ Ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Խաղաղություն ադրբեջանական ձևով։ Ալիևը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, իսկ հայ գերիներին նացիստների հետ է համեմատում։ The crime was even worse than what Nazis did during the World War II. Ինչպես են արձագանքում Հայաստանի պաշտոնյաները։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Ալիևը պահանջում է նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ 20 ադրբեջանցի արդեն Երևանում է 2 օրով։ Նրանց հետ փոխնախարար Կոստանյանն է հանդիպել։ Մոդուլային թե դասական ռեակտոր, քննարկումներ Հայաստանի ատոմային ապագայի շուրջ։ Ոչ թե նայենք, թե մեզ ինչ են առաջարկում, այլ հասկանանք, թե մեզ ինչ է պետք։ Ռուբիո Մակրոն Փահլավի, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ամենաուշագրավ ելույթները։ Եվ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության անակնկալը սիրահար զույգերին։ Կարգով սերը շրջել է Երևանի փողոցներում։ Եկեղեցու նկատմամբ գործողությունների շղթան այսօր հասավ նաև անձամբ հայոց Հովվապետին։ Հայաստանի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Արգելվել է վեհապար Հովվապետի ելքը Հայաստանից, ինչով Զոհրաբյանի խոսքով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը։ Երեք վարչապետը հայտարարել էր, որ չի թույլ տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գա։ Ակնհայտ էր, որ այդ հայտարարությունից հետո հետևելու են այսպիսի գործողություններ։ Ափսոսում եմ իհարկե այն քննիչներին, դատախազներին, որոնք ներգրաված են այս հակաեկեղեցական գործընթացի մեջ, քանի որ ակնհայտ անիմն մեղադրանք է։ Ափսոսում եմ իրենց։ Եվ անկեղծ որոշակի նաև զարույթով եմ լցվում, որ ինչպես կարող է մարդը թույլ տալ որոշ կարմիր գծեր հատել։ Բայց այսօրվա հարցաքննության ժամանակ էլ ուզում տեղեկացնել, որ ինքս էլ նույն բացական վերաբերմունքով էի նայում քննիչին, բայց վերջում վեհապար հայրապետը օրնեց քննիչին եւ նրա ընտանիքին։ Ինչը ես չէի կարող անել, բայց վեհապար հայրապետը այդպիսին է։ Ցավում եմ այս իրավիճակի համար, սա պատմական ամոթի օր է լինելու։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ավելիին է գնալու, ավելի վատ գործողությունների, բայց սա հերթական արձանագրումն էր։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից հետո, երբ հայտարարվեց, որ Վաշինգտոնն ու Երևանն ավարտել են միջուկային գործակցության 1-2-3 համաձայնագրի բանակցությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով մտահոգություններ են հնչում Մոսկվայից, որտեղ են թաղվելու ամերիկյան մոդուլային ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները, կամ արդյոք դա այնքան անվտանգ է, որքան ներկայացվում է։ Շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հրապարակային մեկնաբանեց թեման ու հստակեցրեց, դեռ վերջնական որոշում չկա, թե որ երկրի մոդուլյար կայանն է փոխարինելու Մեծամորի ԱԵԿ-ի գործող ռեակտորին։ Պարզվեց նաև հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգման նոր ժամկետ է դիտարկվում, մինչև 2046 թվականը։ Էներգետիկ նպատակահարմարության և աշխարհաքաղաքական ընտրության միջև ինչպես պետք է ճիշտ կողմնորոշվի Հայաստանը։ Մասնագիտական կարծիքն իմի է բերել Արթուր Հակոբյանը։ Մոդուլային միջուկային թե ավանդական ռեակտոր կպահպանի Հայաստանը Մեծամորի ատոմակայանը, թե կգնա մոդուլային կայան կառուցելու ճանապարհով։ Հարցի քննարկումը նոր թափառավ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո։ Վենսը Երևանում ուղիղ հայտարարեց, որ ամերիկյան տեխնոլոգիաներն ու փոքր միջուկային ռեակտորները Հայաստան կհասնեն։ Երևանն ու Վաշինգտոնն ավարտել են միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մոդուլային կայանների մասով կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ չունեն իրենց պատասխանները։ Հարցերի պատասխաններն ըստ էներգետիկ անվտանգության փորձագետի կտրվեն մոդուլային կայանների սերիական արտադրությունից ու մի քանի տարի շահագործվելուց հետո միայն։ Փորձագետի խոսքով այս պահին բոլոր լուծումները բացի ռուսական ու չինական տարբերակներից նախագծային են։ Նախագծերում բնականաբար ամեն ինչ իդեալական է, բայց փորձարարված մեծ սերիական արտադրությունների մասին 26 թվականի երկրորդ հատվկեսից նոր կարող է սկսել խոսալ Չինաստանը միայն աշխարհում։ Բացի այդ, Հայաստանը պետք է հասկանա ինչ հզորության կայան է իրեն պետք։ Եթե Հայաստանին պետք է առնվազն ներկայիս հաշվարկներով ոչ պակաս, քան 600 մեգավատ հզորությամբ ատոմակայան, համատության համար ասեմ, որ
Մեծամորյայեկը ներկայիս գործողը 408 մեգավատ։ Ինձ դեռ պետք է այնուամենայնիվ մասնագիտական շրջանակի համար անհասկանալի պատճառներով գնալ մոդուլային ճանապարհով։ Այդ պարագայում ավելի ցանկալի է բնականաբար ընտրել այնպիսի մոդուլներ, այնպիսի ռեակտորներ, որոնք ավելի մեծ հզորություն, այսինքն ոչ թե նայենք թե մեզ ինչ են առաջարկում, այլ հասկանանք թե մեզ ինչ է պետք։ Միացյալ Նահանգների հետ կնքած համաձայնագրի նպատակը տեխնոլոգիաների ու մոդուլյար ռեակտորների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այնպես չէ, որ Հայաստանը որոշել է ընտրել մոդուլյար ռեակտորի ամերիկյան տարբերակը։ Մենք այս թեման քննարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Այնտեղ էլ կա տեխնոլոգիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկություններն է, որ դա ջրի վրա է, որովհետև դա Սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է, եթե չեմ սխալվում, Չուկոտկայում է այդ։ Չինաստանում կա բավականին մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա մեծ առաջընթաց, այսինքն հենց համաձայնագիրը ստորագրվել է նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով։ Հայ-ամերիկյան միջուկային գործակցությունից Մոսկվան ռիսկեր է տեսնում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով ամերիկացիները միշտ ունենում են շատ գրավիչ բիզնես առաջարկներ, բայց Միացյալ Նահանգներում դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել, առավել եւս չի գործարկվել եւ չի փորձարկվել արդյունաբերական շահագործման մեջ։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք, ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի ժողովուրդը, ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Շոյգուն հիշեցրել է նաև ճապոնական Ֆուկուսիմա 1 ատոմակայանում երկրաշարժի մասին, նշել, որ դրա հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման։ Փաշինյանին փորձագետները այլ բան են զեկուցել ամերիկյան մոդուլյար կայանների տեխնիկական պարամետրերի մասին։ Եթե մոդուլյար ռեակտորում տեղի ունեն ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն։ Ինչ նշանակում լոկալ իրադարձություն։ Դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել եւ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրը էվակուացնելու անհրաժեշտություն չկա։ Աշխարհում մոդուլային կայանների ավելի քան 80 նախագիծ կա, իսկ քաղաքացիական նպատակներով գործող կայանները երկուսն են։ Մեկը Ռուսաստանում, մյուսը Չինաստանում։ Ռուսաստանում գործող կայանը Ադմիրալ Լոմոնոսովը ջրի վրա է լողացող, 2023 թվականից Չինաստանում գործող կայանը ցամաքային է։ Մեծ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար մեծ կայան է պետք եւ կապ չունի մոդուլյար է թե ավանդական։ Որոշումը քաղաքական է լինելու, ասում է փորձագետը։ Որովհետեւ թյուրըմբռնում չլինի, որ ես այս կամ այն մոդուլայինների մեջ լավ ու վատի տարբերակում եմ տնում, առհասարակ մոդուլայինների կապված խնդիրներ կան։ Եւ Հայաստանի առհասարակ կայան էներգիայի ապահովման տեսանկյունից ցանկալի է ավանդական։ Հայաստանը ինքը պետք է հասկանա ինչ ռազմավարական ուղով է գնալու։ Եթե գնալու է արտահանմանը ավելացնելու միտված ճանապարհով, Հայաստանին անխուսափելիորեն մեծ հզորություններ են պետք։ Առնվազն հայտարարությունների մակարդակով մենք գնում ենք դեպի զարգացման ճանապարհով։ Հետևաբար ոչ էներգետիկ իմաստով, ոչ տնտեսական իմաստով արդարացված չի փոքր մոդուլային կայանների տարբերակը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միջազգային հանրության կարևորագույն կազմակերպություններից է։ Մոտ 200 պետություններից 36-ը, այդ թվում Հայաստանը, միջուկային ընտանիքի անդամ են։ 1995 թվականից ԱԷԿ-ի վերագործարկումից ի վեր Անկարան ու Բաքուն պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը, հայտարարելով, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար։ Դրա պատասխանը 2022-ին լավագույնս տվել է Հայաստան այցելած ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա մասնավորապես նշել է, չի ափսոսում, որ աջակցել է ԱԷԿ-ի վերագործարկմանը։ ԱԷԿ-ը գործակալության հսկողության ներքո է, որը կանոնավոր կերպով անցկացնում է ստուգումներ եւ տալիս ցուցումներ միջազգային ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու համար, ասել է Գրոսին։ Նման հայտարարություն Գրոսին արել է նաեւ Բաքվում Ալիևի ու Բայրամովի հետ հանդիպումների ժամանակ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։
Մինչ Հայաստանում հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին եւ այս օրերին տասնյակ ադրբեջանցիների հյուրընկալում Երևանում, այդ երկրի նախագահը վերահաստատում է պահանջները մեր երկրից ու Ղարաբաղի հայերին մեղադրում նույնիսկ ավելի ծանր հանցանքների համար, քան կատարել են նացիստները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Եվ այսպես Ֆրանս 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայ գերիներին համեմատել է նացիստների հետ, պահանջել փոխել Հայաստանի սահմանադրությունը, Սյունիքով անցնող ճանապարհն անվանել Զանգեզուրի միջանցք ու ասել, որ արևմտյան ադրբեջանցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց պատմական հողեր, այսինքն Հայաստանի այսօրվա տարածք։ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրում չի լինի, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը։ Ֆրանսիացի մեկնաբանը հետաքրքրվել է։ Ջեյդի Վենսը Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հայ գերիների, մասնավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատման հարցը եւ պատրաստ է արդյոք Ալիևը ներում շնորհել նրանց։ Interaction with Vice President which lasted for several hours. Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ շփման ընթացքում, որը տևեց մի քանի ժամ, ի թիվս այլ հարցերի նրա կողմից բարձրացվեց նաև այդ հարցը։ Ես հայտնեցի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ եւ վերջ։ Ձեր նշած մարտիկ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան Ադրբեջան պետության տարածքում ապօրինի գործած անջատողական ռեժիմի առաջնորդներն են։ Այդ մարտիկ շատ տարիներ ծրագրել են ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունները։ Եվ նրանք կանգնել են արդարադատության առջև։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության ժամանակ եւ հանձնվել արդարադատությանը։ Նրանք ապահովվել են փաստաբաններով, դատավարությունը եղել է բացարձակ թափանցիկ։ Նրանց հանցագործություններն ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով։ By the testimonies of the witness, numerous testimonies. Something about this, Mr. President, no? Բայց դուք կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, այնպես չէ, թերթել էջը եւ նրանց ներում շնորհել կամ նման մի ժեստ անել։ Դա ձեր լիազորությունների շրջանակում է։ You know, these people committed serious crimes against humanity. Այս մարդիկ մարդկության դեմ ծանր հանցագործություններ են կատարել։ Պատկերացրեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը եւ բոլոր այն նացիստական առաջնորդներին, որոնք դատապարտվել էին մահապատժի, 2 ամիս անց մեկը գար եւ ասեր. «Խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։ Սա նույնն է, նույնիսկ ավելի վատ է։ Նրանց հանցագործությունը նույնիսկ ավելի վատն է, քան այն, ինչ արեցին նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ What Nazis did during the World War II. But in terms of turning the page, do you also Իսկ ինչ վերաբերում է էջը թերթելուն, միգուցե նաև կարեկցանք ունեք այն հայերի նկատմամբ, որոնք ստիպված եղան լքել Ղարաբաղը վերջին պատերազմի հետևանքով։ We offered all Armenians who lived in Karabakh to apply for citizenship. Մենք առաջարկել ենք Ղարաբաղում ապրող բոլոր հայերին դիմել քաղաքացիության կամ աշխատանքի թույլտվության համար։ Մենք Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ շփումների մի քանի փուլ ենք ունեցել, բայց նրանք նախընտրեցին մեկնել Հայաստան։ Մենք ունենք 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել եւ էթնիկ զտման են ենթարկվել այսօրվա Հայաստանի տարածքից, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, բայց Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադառնալու համար։ Կարծում եմ, մենք պետք է այս հարցին մոտենանք փոխադարձության տեսանկյունից։ Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է եւ իհարկե Ադրբեջանը անկասկած կպահպանի այդ իրավունքը, եթե նման դիմում լինի, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմի մեջ էինք Հայաստանի հետ եւ 30 տարի նրանք օկուպացրել էին մեր տարածքը, ակնկալում ենք նույն վերաբերմունքը 100 հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա Հայաստան։ Who we call Western Azerbaijanis. Լրագրողներն ազգային ժողովի նախագահին են խնդրել արձագանքել Ալիևի հոխորտանքներին։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ պատրաստ չէ մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, քանի որ այն չի տեսել։ Որպես ընդհանրական գնահատական Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի հետ իրականացվող աշխատանքը եւ դրա ոճը դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծում է, հետեւաբար դրանից չպետք է հրաժարվել։ Ալեն Սիմոնյանը նաեւ վստահեցրել է, որ բոլոր գերիները վերադառնալու են։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու։ Ինչպես ժամանակին, ասում 200-ին հասնող մարդիկ կային, եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում են, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու, մինչեւ վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։
Խաղաղության կամուրջ կոչվող կլոր սեղան, որն անցկացվել է Ծաղկաձորում, այսօր ավարտվել է։ Երկրորդ օրը մասնակիցները քննարկել են կայուն խաղաղության առավելությունները եւ միջհասարակական հարաբերությունների հաստատման հնարավոր սոցիալական եւ տնտեսական օգուտները։ Կարծիքներ են փոխանակվել երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաեւ այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարելի է ապահովել, որ խաղաղության գործընթացը քաղաքացիների համար ապահովի շոշափելի արդյունքներ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Ադրբեջանական պատվիրակությունը վերադարձել է նույն սահմանազատված հատվածով, նշանավորելով վստահության ամրապնդման եւս մեկ գործնական քայլ։ Հեռանալուց առաջ նրանք հայ գործընկերների հետ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում ամփոփվել են քննարկումների արդյունքները։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամրացող խաղաղությունը նպաստում է, որ ադրբեջանական հանրությունը դրական վերաբերմունք ունենա խաղաղ գործընթացի նկատմամբ։ Բոլորի համար էլ պարզ է, որ պատերազմից հետո պետք է խաղաղություն հաստատվի։ Դրան հասնելու համար մենք երկար ճանապարհ ենք անցել։ Կարևոր է, թե ինչ պարամետրեր է ունենալու խաղաղությունը, քանի որ շատ հաճախ հասարակական կարծիքը թերահավատ է լինում բախվելով այդ պարամետրերի բացակայությանը։ Այսօր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվում է տնտեսական գործակցություն, երկրների առաջնորդների կառավարությունների միջև կա բարձր մակարդակի երկխոսություն, ոչ դեպի լավը փոխվում է աշխարհաքաղաքական կարգը եւ հանրությունը տեսնում է, որ ի հայտ են գալիս նոր պատերազմներ ու սպառնալիքներ, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն ամրանում է, սա նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ հասարակությունն ընդունի դա։ Եվ Երևանում եւ Բաքվում ըստ էության երկաթյա վարակույրի պատռման, այսպես ասենք, առաջին փորձերն ենք մենք իրականացրել, ընդ որում գնալով ավելի ընդլայնվող, գնալով ավելի այսպես սիմվոլիզմը մեծացնող քայլեր, օրինակ համար այս այցը, որտեղ է ունեցել հենց սահմանազատված հատվածը ոտքով անցնելուց այլ ոչ թե ինքնաթիռով, բավականին լուրջ սիմվոլիզմ է իր մեջ պարունակում, դա այսպես առաջին կողմը, իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ես կարող եմ ասել, որ հենց առաջին հանդիպումից սկսած, Երևանյան առաջին հանդիպումից սկսած, որը մեկնակետը դարձավ այս նախաձեռնության, կողմերը որևէ խնդիր չեն ունեցել իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու ու նորից դա լինի Երևանում, թե դա լինի Բաքվում, դա լինի հայկական կողմի համար, թե դա լինի ադրբեջանական կողմի համար։ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկել է երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի վաճառելու հարցը։ Այս հարցը լրագրողները այսօր տվել են էկոնոմիկայի նախարարին, հիշեցնելով վարչապետի Նախորեի հայտարարությունը, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանից կարող է գնել Մոսկվայի եւ Երևանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկիր։ Գևորգ Պապոյանն ասել է, որ աշխարհում կան երկրներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ամերիկայի հետ։ Պաշտոնյայի խոսքով մեզ համար կարևոր է, որ բեռը Ադրբեջանից գա մտնի Հայաստան, հետո նորից Ադրբեջան, հետո նորից Հայաստան, հետո գնա Թուրքիա։ Դա է ըստ Պապոյանի պահանջում Հայաստանի շահը։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել եւ Ռուսաստանը կարողանա սպասարկել ռուսական կողմը, կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն եւ մենք դրանից քաղաքական եւ տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդրեմ չունենք։ Խնդիրն է անում, դու գիտեք աշխարհակական դասավորվածությունները այնպեսին է։ Այսինքն մենք չենք կարող ասել, դե եկեք օրինակ այս երկրի համար մեր շահերը ենթադրենք զոհենք։ Եթե Ռուսաստանը լիարժեքորեն կարողանա ապահովել այդ երկրում երկաթուղի աշխատանքը, մենք պատրաստ ենք թողնել դա ռուսական կողմին։ Ես կարծում եմ, որ սա ես այսպես եմ ձևակերպում խնդիրը։ Սա որևէ կերպ մեր կողմից որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ։ Սա հակառուսական, հակաիրանական, հակաամերիկյան, որևէ հակաբան չկա։ Սա պրոհայկական է։ Եվ եթե այդ պրոհայկականության մեջ մեր շահը կապահովվի, մեր համար որևէ տարբերություն չկա, բայց այսօր տեսնում ենք ցավոք սրտի իրավիճակն այնպեսին է, որ մեր որոշ գործընկերներ կամ մեր գործընկերների մի մասը իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Հիմա դրա արդյունքում մենք էլ պիտի փորձենք մեր խնդիրները ինչ-որ կերպ լուծենք։
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի այսօրվա ամենասպասված ելույթը Միացյալ Նահանգների պետքարտուղարինն էր։ Արևմտյան լրատվամիջոցները նկատում են, որ Մարկո Ռուբիոյի տոնը բոլորովին տարբերվում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի տոնից, որը 1 տարի առաջ Մյունխենում կոշտ քննադատության էր ենթարկել Եվրոպային։ Մենք չենք ուզում, որ մեր դաշնակիցները թույլ լինեն, քանի որ դա նաև մեզ է թույլ դարձնում, ասել է պետքարտուղարը։ Ռուբիոն շեշտել է նոր աշխարհակարգի ձևավորումը եւ ասել, որ միջազգային այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին ՄԱԿ-ն է, պետք է բարեփոխվեն։ We don't need to dismantle the global institutions of the old order. Մենք չպետք է հրաժարվենք միջազգային կարգի բոլոր ինստիտուտներից, բայց նրանք պետք է վերափոխվեն։ Օրինակ, ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, բայց անհերքելի է, որ այն չունի մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերների պատասխանները։ Այն չկարողացավ լուծել Գազայի պատերազմը, ԱՄՆ-ն դա արեց։ Այն չկարողացավ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Միայն ԱՄՆ ղեկավարությունը այսօր այստեղ ներկայացված երկրների հետ գործընկերությամբ կարող է կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության որոնման համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Եվրոպան պետք է հրաժարվի սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից եւ ինքնուրույն վերաձևավորի իր անվտանգության ճարտարապետությունը։ Նա կոչ է արել ցուցաբերել խիզախություն եւ կառուցել ուժեղ Եվրոպա, որն ունակ կլինի պաշտպանել ինքն իրեն։ Մակրոնը շեշտել է, որ Եվրոպայի ներկայիս անվտանգության համակարգը ձևավորվել է տասնամյակներ առաջ եւ այլևս չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։ Նախագահը պնդել է, որ Եվրոպան պետք է գործի որպես աշխարհաքաղաքական ինքնուրույն ուժ եւ վերագծի իր պաշտպանական ռազմավարությունը հենվելով սեփական շահերի վրա։ Long-range missiles and deep precision. Անկամ եթե Ուկրաինայում հրադադար կամ խաղաղության պայմանագիր կնքվի, Եվրոպան շարունակելու է բախվել ագրեսիվ Ռուսաստանի հետ։ Ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի երկարաժամկետ դիմակայության։ Անհրաժեշտ է զարգացնել եվրոպական հեռահար հարվածային կարողությունները եւ ամրապնդել ռազմաարդյունաբերական բազան, որպեսզի նվազեցվի կախվածությունը ԱՄՆ-ից։ Արդեն սկսել են խորհրդակցություններ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ եվրոպական պաշտպանության նոր հայեցակարգի շուրջ։ Հիմա խիզախության ճիշտ ժամանակն է։ Իրանի վերջին շահի աքսորիալ որդին Մյունխենի անվտանգության համաժողովում կոչ է արել իր հայրենիքում հակակառավարական նոր գործողություններ անցկացնել։ Միացյալ Նահանգներում բնակվող Ռեզա Փահլավին, որը չի վերադարձել հայրենիք 1979 թվականի հեղափոխությունից ի վեր, կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել նաև Մյունխենում, Տորոնտոյում եւ Լոս Անջելեսում։ Քննարկման ժամանակ Փահլավին ասել է, թե իրանցիները սպասում են նախագահ Թրամփի գործողություններին։ Փահլավին նաև վստահ է, որ Իրանին կօգնի Իսրայելը։ Այս մոլորակի վրա կա երկու ազգ, որ կարող է հավակնել աստվածաշնչյան հարաբերությունների միմյանց հետ։ Մեկն Իսրայելն է, մյուսը Իրանը, ասել է Իրանի իշխանության հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Այժմ օրվա խորհրդի մասին։ Սիրահար զույգերի տոնը գունավորել են բաց թողնված փուչիկները, քաղցրավենիքով տուփերը եւ Երևանի կենտրոնով շրջող կառքով սերը։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը խորհրդանշական նվերներ է մատուցել երիտասարդներին։ Հաջողակները մասնակցելու են մրցույթի։ Հաղթողներին սպասվում է գեղեցիկ անակնկալ։ Կառքով սերը շրջում է Երևանի փողոցներում։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը որոշել է սիրով լի տուփերով քաղցրացնել երիտասարդների տոնական առավոտը։ Քաղցրավենիքների տուփերից 40-ի մեջ տեղադրված է փազլի մեկական մասնիկ։ Այն զույգերը, որոնց կհասնի այդ մասնիկը, կդառնան 40 հաջողակները։ Քաղցրավենիքին փակցված թղթիկի վրա կգտնեն անհրաժեշտ տվյալները, որոնց միջոցով պետք է կապ հաստատեն կազմակերպիչների հետ։ Հենց այդ փազլի կտորներով էլ կմասնակցեն մրցույթի։ Հաղթելու դեպքում անակնկալ նվեր է սպասվում։ Մեր միության անունից շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, մաղթում եմ, որ ապրեն շատ երջանիկ, որովհետև սեր այն զգացումն է, որը հնարավոր չէ նկարագրել բառերով, եւ հենց սերն է, որ հաղթում է ամեն բան, անգամ պատերազմները։ Մրցույթի ընթացքում հաջողակ զույգերին տրվելու են հարցեր, որոնց պատասխանելով նրանք կփորձեն ապացուցել, թե որքան լավ են ճանաչում միմյանց։ Ամենաշատ ճիշտ պատասխաններ հավաքած զույգը կճանաչվի հաղթող եւ կստանա նվերը։ Մենք ամբողջ թիմով լիքը սեր ենք ներդրել այս փոքրիկ տուփերի մեջ։ Մեր ընդհանուր թիմի մտահղացումն է, որ այսպես թափանցիկ, պարզ սիրո նման հավաքեն կեքսիկներ, սիրո խորհրդանիշ։ Այս փոքրիկ տուփը, որի մեջ կա մեծ ու լիքը սեր, նվիրում եմ բոլորիդ։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի տոնական օրը դարձնել ոչ միայն քաղցր, այլև հիշարժան։ Այն ստեղծում է հնարավորություն, որ զույգերը նորից շփտան, վերհիշեն իրենց ամենաջերմ պահերն ու եւս մեկ անգամ բացահայտեն միմյանց։ Սիրով բաժանվող յուրաքանչյուր տուփ դառնում է փոքրիկ անակնկալ, իսկ մրցույթը կապն ամրապնդելու եւ զգացմունքները նոր լույսի տակ տեսնելու գեղեցիկ առիթ։ Սերը իմ ամուսինն է, ում ես անտանելի շատ եմ սիրում, փոխադարձ հարգանքի, աջակցության, իրար հավատալու մասին է։ Պետք է հələ որոշեմ, բայց ամենայն հավանականություն ծաղիկ։ Ու բամբանյարդը։ Սիրով մենք զգում ենք թե խաղաղություն ներքուստ, զգում ենք թե բերկրանք, որը սենց հույս է մեզ առաջացնում կյանքի հանդեպ։ Կյանքի իմաստը դա է, իրար պահենք, պահպանենք, շփվենք բնության հետ, իրար չնեղացնենք, լավ տրամադրություն ստեղծենք բոլորի համար։ Ձեզ բոլորիդ էլ երջանկություն, երեխեք ջան, լավ լինեք։ Դուք էլ հասեք մեր տարիքի եւ ունակ ձեր երջանկությունը։ Անձրևոտ օրվա ամռայլ երկինքը գունավորվում է բաց թողնված կարմիր փուչիկներով։ Կազմակերպիչների խոսքով այս խորհրդանշական քայլն ընդգծում է նախաձեռնության հիմնական գաղափարը՝ համախմբել երիտասարդներին տոնական օրով։ Արցախ երիտասարդական միության անդամները իրական տոն դարձրեցին սիրահարների համար։ Շնորհավոր սիրահարների տոն։ Ալլա Դավթյանն, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հանրային աղմուկից եւ բազմաթիվ մեքենաների շարքից դուրս գալուց հետո Երևանի քաղաքապետարանը որոշել է զբաղվել մայրաքաղաքի փոսերի հարցով։ Ավինյանը հայտնել է, որ գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին հետևյալ կերպ. Նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանը գիշերը տեղից տեղ է շտապել լայվ մտել ու ներկայացրել, թե ինչպես են լցնում փոսերը։ Նա ասել է, որ հիմա տրվում են միայն տեղային լուծումներ, կիրականացվի 200,000 քառակուսի մետր աշխատանք։ Ապրիլից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների դիտահորերի նիշերի ուղու։ Քաղաքապետը երևանցիներին խնդրել է լինել համբերատար։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17-ը, Աբովյան փողոց 18 հասցե, Մոսկվա կինոթատրոն, Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16-ը, Գևորգյան փողոց Մասնակի, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16-ը, Սեբաստիայի փողոց Մասնակի, Նոր-Նորք վարչական շրջան 11-ից 17 Նոր-Նորք 6-րդ զանգված, Շոպրոնի փողոց 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7, 8 շենքեր, Գյուրջյան փողոց 60, 62 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փողոց 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38-ի 1, 40, 42, 44, 46 շենքեր, Լյուքսեմբուրգի փողոց 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի առաջին նրբանցք 3, 4, 5, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի երկրորդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 236 եւ 114 մսուր մանկապարտեզներ, Ալգորիթմ վարժարան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Էրեբունի վարչական շրջան 10-ից 16-ը, Նարդոսի փողոց 34, 34-ի 1, 36, 36A 47-ի 7 շենք եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Նարդոսի, Խորենացի փողոցների բնակիչ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիրի մարզ 11-ից 17-ը, Էջմիածին քաղաք Մասնակի, Զվարթնոց գյուղ Մասնակի, Արարատի մարզ 10-ից 12-ը, Նոր Խարբերդ եւ Գեղանիստ գյուղեր Մասնակի, 11-ից 14-ը, Սուրենավան գյուղ Մասնակի, 11-ից 15-ը, Վերին Դվին գյուղ Մասնակի, 12-ից 13-ը, Արտաշատ քաղաք, Հակոբյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Ավետիսյան փողոցներ Մասնակի, Երևան Երասխ Մայրուղի Մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Միասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան եւ Շահումյան գյուղեր, 12-ից 14-ը, Այնթափ եւ Նոր Խարբերդ գյուղեր Մասնակի, Վայոց Ձորի մարզ 11-ից 13-30-ը, Եղեգնազոր քաղաք, Նարեկացու, Շահումյան եւ Միկոյան փողոցներ Մասնակի, Գեղարքունիքի մարզ 10-ից
16 է արգել համայնք մասնակի, արգել Սափիր, Ծաղկանոց այգեգործական ընկերությունները եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդները։ Անտառամեջ, Զորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Կոտայքի մարզ 11-ից 17, Զովունի գյուղ 1, 11, 15, 16, 37, 38 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Տավուշի մարզ 10-ից 12, Գետահովիտ գյուղ 18, 19, 20 փողոցներ մասնակի։ 12-ից 30-ից 14-ից 30, Գետահովիտ գյուղ 11, 14, 15, 17, 18 փողոցներ մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։